Ծանրամարտի աշխարհի առաջնությունից 1 տարի անց բրոնզե մեդալը հասավ Անդրանիկ Կարապետյանին։ Նոյեմբերին Հյուսթոնում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Կարապետյանը 4-րդն էր, սակայն հյուսիսկորեացի ծանրորդը որակազրկվեց դոպինգ օգտագործելու համար եւ բրոնզե մեդալը բաժին հասավ Անդրանիկին։ Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ստուգողական խաղում հաղթել է Իրանի երիտասարդական ընտրանում։ Հայ բասկետբոլիստները հաղթել են 85-59 հաշվով։ Գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը խաղալու հնարավորություն է տվել հայտարարությունում ընդգրկված բոլոր բասկետբոլիստներին։ Ընկերական խաղով բասկետբոլի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը։ Տարվա ամենասպասված ռևանշ մենամարտը հետաձգվել է։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում WBA եւ WBO վարկածով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի հետ ռևանշ մենամարտից առաջ վնասել է ձախ ոտքը եւ չի կարողանա հուլիսի 9-ին դուրս գալ ռինգ։ Մենամարտի անցկացման նոր ամսաթիվը հայտնի չէ։ Գրիգոր Ավետիսյան, ժամը լրատվական։